վարչապետը ոչ միայն պետք է պարգևավճար չստանա, այլև 1 դրամ աշխատավարձ ստանա, եւ որոշ նախարարներ ասում են, որ իրենց իշխանության գալուց հետո մասնավոր միջոցներով կաջակցեն։ Հիմա նախ ինչու դուք 1 դրամով չեք աշխատում որպես վարչապետ եւ ընդհանրապես կառավարման այս կոնցեպտին դուք ինչպես եք վերաբերվում։ Նախ գիտեք, երբ որ ես 1 դրամով որպես վարչապետ աշխատեմ, երբ որ դուք հարցազրույցի ժամանակ հարցնեք, այս կոստյումը ձեզ որտե՞ց է, ես ինչ եմ պատասխանելու։ Ասեք, ձեզ աջակցել են մասնավոր միջոցները։ Դա կոռուպցիա է։ Դա հենց կոռուպցիա է, բա կոռուպցիան ինչի մասին է։ Կամ ընդհանրապես որ ասեք, բա ո՞նց եք սնվում եք, դուք ո՞նց եք ապրում։ Եվ այլն եւ այդպես շարունակ, բայց ինչ եմ պատասխանելու այդ հարցին։ Պարգևավճարների մասով ես երկար տարիներ ընդհանրապես պարգևավճար չեմ ստացել, բայց խոսքը ուրիշ բանի մասին է, ինստիտուտի եւ համակարգ ստեղծելու եւ կայացնելու մասին է։ Եվ աղքատության պայմաններում իմիջայլոց ուզում եմ նաեւ հետեւյալը ընդգծել, այն ինչ որ դուք ասում եք, դա պետության զավթման սցենար է։ Երբ որ պետությունը վերցնել եւ դնել մի կամ մի քանի մարդկանց գրպանում, եւ դա հենց օլիգարխիան է։ Հենց օլիգարխիան Հայաստանում երկար տարիներ եղել են պատգամավորներին, պաշտոնյաներին, ընդհանուր նախարարներին ծրարով ամեն ամիս գումար տալու ավանդույթ եւ դա արձանագրված է քրեական գործերով, ընդ որում այդ քրեական գործերն ցուցմունքների վրա չեն հիմնված։ Խուզարկություններով ես գիտեմ դատարաններում գործեր կան արդեն, որ համակարգիչներ են արգրավել, որտեղ ցուցակ է երևում է, թե ամեն ամիս ում ինչքան գումար են տվել եւ այդ նույն անձինք են, սա այդ կոռուպցիոն համակարգի նկատմամբ նոստալգիան է, բայց ուրիշ խնդիր կա։ Աղքատության հետ կապված խնդիրները լուծումը ինչ է դա կապված է կառավարության եւ իշխանության մարմինների պրոֆեսիոնալ աշխատանքի հետ, արդյունավետ աշխատանքի հետ։ Մենք դնում ենք խնդիր, որ պետական պաշտոնյան պետքա գեր կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա։ Ընդ որում հազար ներողություն եմ խնդրում, այդ գեր կենտրոնացվածությունից իրենց պետք է չկարողանան շեղել այդ թվում կոռուպցիոն հակում ունեցող տարբեր ուժերը եւ հազար ներողություն էս էլ կարող է եւ ընտանիքի անդամներն էլ պետք է չկարողանան պաշտոնյային շեղել իրենց գեր կենտրոնացած աշխատանքով սկսած նրանից, որ երեխու կոշիկի հարցը, ուսման վարձի հարցը, չգիտեմ, դպրոց գնալու եւ հետ գալու հարցը